Լավ, հիմա 2021 թվականի ընտրություններին գանք, ես հիշում եմ 20 թվականին, երբ 19-ին դուք թողեցիք Հայաստանի պաշտոնը, մի քանի ամիս հետո ստեղծեցիք Հայրենիք կուսակցությունը, ըստ էության քաղաքական դաշտում ընդդիմադիր երևացող գործիչներ, այդպես ուժեր չկային, եւ քանի որ դուք ԱԱԾ նախկին տնօրենն էիք, ունեիք 100% ճանաչելիություն, ունեիք նաեւ բարձր վարկանիշ, դուք դարձաք ընդդիմության առանցք եւ ինչ որ իմաստով դա նաեւ բացատրելի էր, ինչու, որովհետեւ դուք իշխանապողությունից հետո ազգային անվտանգության ծառայության պետն եք, ամենաաղմկոտ քրեական գործերը ձեր կառույցի հետ ձեր կառույցներ վարում, հա, եւ այսպես ասած հեղափոխությանը սիրահարված ժողովրդի ամենասիրելի կառույցն էր ԱԱԾ-ն դարձել այդ պահին։ Եվ դուք կարող էիք իրականում իմ գնահատմամբ, կարծում եմ շատերը ինձ հետ կհամաձայնեն, որպես հենց այդ դիրքում, որ ուկայք 20 թվականին, շարունակել ձեր քաղաքական գործունեություն եւ լրջագույն առանցք դառնալ։ Բայց պատերազմից հետո դուք այսպես ասած զուլվեցիք քաղաքական այն ուժերի հետ, իսկ ընտրություններին լիարժեքորեն դաշինք կազմելով զուլվեցիք այն ուժերի հետ, որոնց դեմ դուք որպես ազգային անվտանգության ծառայության տնօրեն պայքարել էիք։ Ես որևէ ուժի դեմ չեմ պայքարել, ես պայքարել եմ Լավ, գործիչների հետ։ ոչ է գործիչների դեմ եմ պայքարել, ես պայքարել եմ քրեական օրենսգրքի շրջանակներում կատարված ենթադրյալ հանցագործությունների։ Շատ լավ, ենթադրյալ հանցագործություն, բայց դուք հիմա համարում եք, որ սխալ էր նախկինների հետ քաղաքական ճանապարհը։ Ես որևէ բանի համար չեմ զղջում իմ արարքիների համար։ Ես համարում եմ, որ այդ ժամանակ եղել է քաղաքական իրավիճակը այդպիսին նման որոշում ա կայացրել մեր քաղաքական թիմը, հետագայում քաղաքական թիմը որոշում ա կայացրել, որ մենք խորհրդարանից պետքա դուրս գանք, որովհետև համարել ենք խորհրդարանը ոչ էֆեկտիվ գործիք գործող իշխանությունների դեմ պայքարելու, ու մինչև այսօր ես այդ կարծիքին եմ, եւ դուրս ենք եկել խորհրդարանից եւ հայտարարել ենք պատիվ ունեմ դաշինքի լուծարման մասին։ Ես որևէ բանի համար չեմ զղջում եւ որևէ արդարանալու բան չունեմ։ Դա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունը ենթադրում է տարբեր որոշումների կայացում։ Կարևորը ես միշտ ազնիվ եմ մեր ժողովրդի հետ, ես որևէ բան չեմ թաքցնում, ու այն թեզը, որ մենք պետք է անընդհատ արդարանանք, դա իշխանությունների կողմից մի հատ տարվող քաղաքականություն է, որ մի իրավիճակ են ստեղծել, իրանք երկիրը քանդել են, իրանք երկիրը բերել են կործանման եզրին կանգնացրել են, Արցախը հանձրել են, հազարավոր զոհեր, խայտառակ վիճակ, հիմա իրանք չեն արդարանում, մենք ենք սաղուրը արդարանում։ Դե որտեղ դուք ընդդիմություն եք։ Հա, բայց չէ, ընդդիմությունը չպետք է արդարանա։ Այդ տեսեք հիմա տարբերությունը որն է։ Ընդ որում ընդդիմադիր դաշտն է այնպիսի դարել, որ բոլորը իրար մեղադրում են ամեն ինչի մեջ։ Մոռանում են հիմնական թիրախին, որ հիմնական թիրախը գործող իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսում են իրար մեղադրել տարբեր բաների մեջ։ Ընդ որում առաջի դեմքերով դա գրեթե չի լինում, որովհետև առաջի դեմքերը իրար հետ ունեն նորմալ գործընկերային հարաբերություններ։ Այդ Facebook-յան օգտատերերը նոր մեր զրույցից առաջ ասում էինք, զոմբին զոմբի է, ումը կլինի կարևոր չի։ Սկսում են գրել, իրար թիրախավորել, մի հատ իրավիճակ է ստեղծում, որ այդ ժողովուրդը տեսնում է, որ ընդդիմությունը անընդհատ իրար հետ գզվրտոցի մեջ է, կռվի մեջ է։ Ժողովուրդ, մեր հիմնական գործառույթը պետք է լինի իշխանափոխությունը։ Մենք պետք է պայքարենք իշխանափոխության համար, ընդդիմադիր դաշտը։ Որ ինչ անենք, որ պայքարենք, որ ինչ անենք։ Որ իշխանափոխություն լինի եւ ձևավորվի նոր իշխանություն։ Ով կլինի այդ իշխանությունը։ Անկեղծ այս պարագայում, այս ստեղծված իրավիճակում շատ կարևոր չի, ժողովուրդը ում կընտրի, թող այն լինի, բայց պետքա փոխվի, որտեվ եթե չփոխվի, մենք երկիր չենք ունենալ։ Ժողովուրդը ձեզ մեղադրում է, ասում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին իշխանությունը փողոցում ընկած էր։ Եվ ինչ տեղի ունեցավ, որ չկարողացաք վերցնել այդ իշխանությունը, եւ կա այսպիսի տեղեկատվություն, որ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, երբ հանդիպեց ձեզ հետ, դուք եք իշխանը Սաղաթելյան եւ Գագիկ Ծառուկյանը, խոստացել է, որ 3 թե 4 օր հետո չի խանգարի ձեզ քաղաքական գործընթացներին, միայն թե հնարավորություն տակ զորքերը գան տեղակայվեն։ Մեր հայկական զինուժը դուրս գա եւ տեղակայվեն։ Օնիկ Գասպարյանը արդար էր, թե բան փրկեց Նիկոլին։ Եվ դուք ինչու հետ միամիտ գտնվեցիք։ Գիտեք, հիմա այդ հարցը որ տալիս եք,
ուղիղ պատասխան չկա։ Երկար կարանք դրա մասին խոսենք, ինչու տենց եղավ։ Այո, իշխանությունը փողոցում գցած էր։ Չկարողացանք վերցնենք, որովհետև մենք բարոյական ինչ-որ երևի թե գծեր ունենք, որը չենք հատում, ի տարբերություն իշխանությունների։ Բարոյական գիծը ո՞րն է, իշխանություն փողոցում գցած էր։ Չէ, դե գցած Այսինքն ավելի վատ կլիներ, որ դուք վերցնեիք եւ անդիմությունը նկատի ունեմ եւ փորձեր երկիրի այս վիճակից անել, թե ավելի շուտ այս մտահոգությունը կար։ Նիկոլը թուղթը ստորագրել է, առաջիկայում քարվաճառը պիտի հանձնվի, այլ տարածքներ պիտի հանձնվեն։ Մենք վերցնենք իշխանություն, որ ինչ անենք, որ մենք հանձնենք։ Ես նման բան չեմ մտածել երբեք, եւ եթե հնարավոր լիներ, գիտեք, երևի թե խնդիրներից մեկը ասեմ, օրինակ իմ խնդիրներից մեկը։ Ես միշտ ցանկացած քայլ անելուց առաջ մտածում եմ առաջի հերթին որպես ազգային անվտանգության ծառայության նախկին սպա եւ ասում եմ դա չի կարելի անել, էսի անթույլատրելի է, պետության հանդեպ sense բան չի կարելի անել, սրանք չեն մտածում, սրանք ոչ մի կարմիր գիծ չունեն, այն կռիվ առանց մարտեր առանց օրենքների այդ ոչի մեջ իրանք անում են, դա է, ասում ես չի կարելի գոտկատեղից ներքև խփել, իրանք խփում են, ասում ես չի կարելի դանակով խփել, բռնցքամարտի ժամանակ դանակով են խփում։ Հիմա ես չգիտեմ, միգուցե երևի թե մեր մեղավորությունն էլ դա է։ Գիտեք, ժողովուրդը երբ տեսնում է կա անդիմություն, որը Գեորգ ջան կներես մի քանի արսպան Վանեցյանին պիտի տամ քաղաքական հատվածն է, ժողովուրդը տեսնում է կա անդիմություն, Արտուր Վանեցյան, Իշխան Սաղաթելյան, հա, Գագիկ Ծառուկյան այն ժամանակվա անդիմության մասն եմ խոսում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, փողոցում ընկած իշխանությունը չեն կարողացել վերցնել։ Այդ դեպքում ո՞նց վստահ լինի, որ դուք ընդհանրապես իշխանություն կարող եք վերցնել։ Դժվար հարց եք տալի իրականում եւ այդ մեղադրանքները կարան չէ, տեղ ունեն, բայց դրա պատասխանները էլի եմ ասում, շատ հանգամանքներից է կախված, ինչի չի ստացվել։ Չի ստացվել, այո, չի ստացվել։ Բայց չգիտեմ։ Իսկ երբ կստացվի։ Ասում են հիմա շատերը ասում են 26-ին կստացվի։ Ես հույս ունեմ, որ 26-ին պետք է ստացվի։ Հույս ունեմ եւ ինչ որ միտեղ համոզմունք ունեմ, որ պետք է ստացվի, որովհետեւ եթե չստացվի, մենք այսօր հիմա ձեր եթերում ասում եմ, եթե չստացվի, մենք ցավոք սրտի ինչ որ մի փուլում կորցնելու ենք նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Ինչքան իրանք ուզում են իրանց կոտորեն, ինչքան ուզում է գոռան, գոչեն, որ խաղաղությունն է, ինքնիշխան ենք, ոչ ինքնիշխան ենք, ոչ էլ խաղաղություն է։ Դա ժամանակավոր հրադադար է, որը հետագայում ադրբեջանակցի եւ թուրքերը օգտագործելու են Հայաստանի Հանրապետության դեմ, ամբողջական Հայաստանի Հանրապետությունը թույլատրել եւ կործանել։